Եթե դուք հիմա դիտում եք այս տեսանյութը, ուրեմն այն եզակի մարդկանցից եք, ովքեր աշխարհի վերջից մազապուրծ են եղել։ Ես Վազգենն եմ, մազապուրծների առաջնորդը։ Այս պահին ես գտնվում եմ գաղտնի ու ապահով բունկերում։ Եթե ուզում եք միանալ մեզ, ուղարկեք 500,000 դրամ իմ հաշվի համարին։ Արագ թողեք մի բան հանգիստ նկարենք։ Ես Վազգենն եմ, միակ մազապուրծը։ Այս հաղորդման մեջ դիտեք պայքար էթիկայի հանձնաժողովի համար, լրագրողից ծնոտ պոկելները քյար, աշխարհի վերջի վերջը, ինտելիգենցիայի ամանորյա պատրաստությունները եւ օրվա հյուրը կառավարության PR մենեջերը։ Սկսենք նրանից, որ հիշեցնենք երկու զարմանալի փաստ։ Նախ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում բոլոր կուսակցությունները մինչ օրս ունեին հավասար քանակով մեկական ներկայացուցիչ, անհավատալի հավասարություն։ Երկրորդ զարմանալի փաստն էլ նա է, որ ազգային ժողովում ընդհանրապես կար էթիկայի հանձնաժողով։ Այնուամենայնիվ կոալիցիան որոշեց շտկել այդ հավասարությունը։ Նախ հանրապետական մեծամասնության խմբակցության ղեկավարն ու քարտուղարը Գալուստ եւ Հովհաննես Սահակյանները մի քանի անգամ հաշվեցին դահլիճում ներկա իշխանական падգամավորների թիվը, բայց հանկարծ ընդդիմադիրներն ու Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն մասնակցելու քվեարկությանը։ Դա նշանակում էր նախագիծն ընդունվելու համար չի կարող հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Սենց մանր մունր բաները մեր падգամավորների համար ընդհանրապես խնդիր չէր ախր։ Մարդը մի հատ ավելի կոճակը սխմեն ու վերջ։ Հա էլի անցած տարի կոալիցիան 131 հոգանոց դահլիճում կարողանում էր մինիմում 200 ձայն հավաքել, եթե չէր հերիքում մի քանի կոճակել ուկրաինական ռադայում էին սեղմում։ Հետո ձայն խնդրեց Վահան Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ հաշվել է ՀՀԿ-ից 63 падգամավոր կա դահլիճում եւ օրենքի նախագիծը չի կարող անցնել։ Հանկարծ այնց չստացվի, որ օրենքը անցել է։ 63 հոգի եք դուք, ֆիքսենք այդ փաստը։ Դե եթե 63, ուրեմն չանցավ օրենքը։ Չէր անցնի, եթե իրավիճակը չփրկեր նա։ Ով է նա։ Նարեկ։ Իրավիճակը փրկելու եւ անհրաժեշտ թվով падգամավորներ խորհրդան կանչելու համար հանրապետական խմբակցության ղեկավարն ընդմիջում խնդրեց։ Գալուստ Սահակյան, սա Ռոբեն Պիչու։ Այս ընդմիջմանը հաջորդեց օրենքով սահմանված մյուսը եւ անհրաժեշտ թվով падգամավորներն ի վերջո հավաքվեցին ու ընդունեցին օրինագիծը։ Քաղաքապետարան։ Քաղաքապետարանը ինչ կապ ունի։ Քաղաքապետարանը որ ձները չմաքրեր, տղեկը չէին հասցնի գալ ու քվեարկել։ Արխային տղեկը հիմնականում ջիպով են, նենց որ դա խնդիր չի։ Ճիշտ է գազա դրած շատերի մոտ, բայց խնդրեմ չունեն։ Լավ, բայց ես առաջարկում եմ տեսանյութը մյուս Արմյուզի տեսախցիկից դիտել։ Հետևեք Գալուստ Սահակյանի կողքը նստած Հովհաննես Սահակյանին։ Գալուստ Սահակյանը հնչեցրեց նման դեպքերի համար դասական պահանջը։ 20 րոպեն պիչում եմ խնդրում։ Ախր մի քիչ գոնե թաքուն չարախնդացեք կամ դուրս եկեք միջանցքում չարախնդացեք, անհարմար է։ Հովհաննես Սահակյանը այս ծիծաղի համար արդեն առաջարկ ստացավ Հոլիվուդից Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմում խաղալ են չարագործ պրոֆեսորի դերը։ Մտքի կուսությունը չի կարելի սպառել։ Սա ես չեմ ասել։ Հրանտ Բագրատյան, Հրանտ Մաթևոսյանն է ասել։ Պաստորեն կարող է էլ երբեք չկարողանաք էթիկայի հանձնաժողովում ինչ-որ որոշում անցկացնել, բայց կարևորը ձեր հոգին մաքուր կլինի։ Տղեկ, բայց ես լրիվ ուրիշ բան նյարդայնացրեց տեղ, գիտեք։ Ժողովրդին էլի նյարդայնացրեցին։ Որ պահը, Ժողովուրդ ջան։ Ես այդ կանչով падգամավորները, որ ներկա չէին, բայց հենց զանգեցին, հավաքվեցին բոլորով եկան։ Ես դրանց աշխատավարձ ինչի եմ վճարում։ Դե նես չէ որ քո վճարած աշխատավարձի հույսին են։ Ոնց։ Ուզում եք ասեք ինչ-որ կողքից բիզնես բան ունեն։ Կամ դա, կամ լոտո խաղալուց միշտ կրում են, միշտ։ Ժող դու միջինում ինչքան աշխատավարձ ես ստանում։ Տենց մի 100,000։ Դե հիմա պատկերացրու մեկը քեզ լրացուցիչ ամսական 200 դրամ վճարեր ու միշտ պահանջեր որ գնաս գործի։ Դե չէ, եթե տենց է, տղեկ ջան, նեղություն մի քաշեք, մնացեք տունը, գործի գնում եք ինչ անեք։ Սիրեք, բայց սիրտս վկայում է, որ ինչ որ մի վատ հետևանք կունենա այս էթիկայի հանձնաժողովի պահը մոտ ապագայում։ Սենց ասեմ, շատ մոտ ապագայում։ Էս քիչ չանցը նայեք ու անցնենք մոտ ապագային։ ՀՀԿ падգամավոր Մհեր Սեթրակյանը, ավելի հայտնի որպես թիվ 13 ընտրատարածքից ընտրված падգամավոր, սպառնաց Ամեկլուսի լրագրող Մհեր Արշակյանին։ Մհերը ընդդեմ մհերի։ Հանրապետական падգամավոր Մհեր Սեդրակյանը պատրաստ էր խոսել, բայց ոչ էթիկայից եւ ոչ էլ մեր հարցերին պատասխանելու համար։ Շատ թեթև։ Давай, յալլա։ Давай ինչ մասը։ Կատամ ցանոթը փոքե մասը։ Давай թռել։ Ինչի՞ է։ Արդեն կապները
կդրվել է։ Սանսները թողեցի կնգա կարտել։ Ինչ են կարել։ Դե գնա լավ։ Այդ թող էթիկայի նոր հանձնաժողովը քնի էթիկայի խախտում է, չէ՞։ Հետաքրքիր փաստ ծնոտ պոկելու ավանդույթը Հայաստանի խորհրդարանը ներթափանցել բրիտանական լորդերի պալատից, որտեղ 1862 թվականին լորդ Չարլզ Վուստերը առաջարկեց պոկել BBC-ի լրագրողի ծնոտը։ Լուրջ։ Չէ, իհարկե, բաներ կան, որ մենակ մեր մոտ են պատգամավորներ իրանց թույլ տալիս, նու մեկ էլ մաքսիմում, չգիտեմ, Տաջիկստանում։ Էթիկայի հանձնաժողովը հələ մի կողմ, նախագահը նոր է, հենց նոր էր ավարտել իր ճառը, ախր նոր էր ասում Հայաստանի քաղաքացու հետ պետք է դուքով խոսել։ Ասվածը պետք է հասկանալ եւ ուղղակի եւ փոխաբերական իմաստներով։ Պարոն Արշակյան, հեռացեք այստեղից, այլապես խնդիրներ կօրինակ ծնոտային զանգվածում։ Բայց ես ինչ եմ արել, որ Չվեք այստեղից։ Գնաց Բոսնիր Վասիլի։ Այ մոտավորապես այսպես պետք է տեղի ունենար զրույցը, իսկ տուժած լրագրողի հետ հանդիպեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ազգային ժողովի նախագահը իր ափսոսանքը եւ ցավը հայտնեց տեղի ունեցած կապակցությանը։ Հա։ Եվ ասաց, որ մարդ էր, դե հիմա հնարավոր է դու ինչ որ ձևով այնպես չես մոտեցել, հնարավոր է ինչ որ մի բան է տեղի ունեցել ձեր մեջ։ Բայց հնարավոր է, պարոն Արշակյանը իսկապես շատ նյարդայնացնող ծնոտ ունեն, ասենք են, որ տեսնում ես ու սենց ուզում ես պոկած լինես։ Մի րոպե էլի։ Ինձ օրինակ ավելի շատ քո ծնունդն է նյարդայնացնում։ Ես կանգնեմ այն դեպքում, որ ինքն է հրահրում, ինքն է տանում դրան։ Ես ասեմ ինձ կներեք, եթե մի հատ այնց մարդ լիներ, թե որ ասենք այնց ուրիշ Սարքի մարտիներ, հաստատ դրա գլուխը անծանոթ մարդ կարող լիներ, ոչ լրատվությունից, հաստատ դրա գլուխը ջարդ։ Տեսնում եք, ուրիշը պիտի ստիպված լրագրողի գլուխը ջարդեր, իսկ պարոն Սեթրակյանը ընդհանրապես ծնոտով էր ուզում սահմանափակվել։ Այսինքն ինչ որտեղ կարելի է պնդել, որ լրագրողի բախտը բերեց, որ Սեթրակյանին է հանդիպել։ Սեթրակյանը հետևում էր Ժնևյան կոնվենցիայի տառին եւ ոգուն, ճակատագրի նվեր էր սա։ Իսկ ինչ որ մեկը ընդհանրապես ներողություն խնդրելու է։ Խորհրդանի փոխխոսնակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը տեղի ունեցածի վերաբերյալ իրենց ափսոսանքը հայտնեցին։ Շարմազանովն ու Աշոտյանը անգամ ներողություն խնդրեցին։ Եթե ես մտածված ներողություն եմ խնդրում, ուրեմն դրա պատճառն ու առիթը կան։ Դե լավ է, ուրեմն կամած քաղաքացուն հարգելու դուքով խոսալու մշակույթը մտնում է։ Բայց թե շատ կամած։ Դե հա։ Ազգային ժողովի նախագահը ինձ հետ սկզբից մինչև վերջ խոսեց դույով։ Ամա։ Չէ, չեմ հավատում։ Ուղղակի այո։ Տղեկ մի քանի հարց ունեմ ձեզ։ Հիմա հաղորդում ենք վարում, սիրելի Վազգեն, հարմար չի։ Այմար գիտեմ ձեր տուֆտա հաղորդումը, իմ հարցերին պատասխաննի էլի կվարես։ Վազգեն, մենք չենք ցանկանում պատասխանել ձեր հարցերին։ Շվարցնեգերն է ուժեղ թե Բրուսլին է։ Վազգեն, եթե իսկույն չդադարեք այս ֆարսը, ես կիջնեմ եւ կպոկեմ ձեր ծնոտը։ Լավ, հարց չկա, դադարում եմ։ Հետո էլ կասեք դուքով խոսելը չի աշխատում։ Իսկ այսօր Armcomedy-ի հյուրն է կառավարության PR մենեջերը Ստեփան Ֆրիկյանցը, ով մեզ կպատմի ինչ նվաճումներ ունեցել կառավարությունը 2012 Ողջույն Արեգ, բարև ժողովուրդ, կառավարության կողմից։ Թույլ տվեք հարցազրույցը սկսել մի փոքր պրեզենտով մեր կողմից։ Կառավարությունից։ Շնորհակալություն, շատ զգացված եմ։ Եվ այսպես ինչ նվաճումներ ունի կառավարությունը։ Ակնհայտ է, կարծում եմ ակնհայտ է, որ ամենամեծ նվաճումը այս տարի դեկտեմբերի 21-ին եւս մեկ անգամ մենք կարողացանք կանխել աշխարհի վերջը։ Այդ ո՞նց։ Անկեղծ ասած մենք էլ չգիտենք, բայց եթե Արմագեդոնը չեղավ, ուրեմն ինչ որ բան շատ ճիշտ էր անում կառավարությունը եւ մենք կշարունակենք մեր աշխատանքը նույն տեմպով։ Լավ։ Իսկ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ մեր Սեթրակյանը սպառնացել էր լրագրողի ծնոտը փոկել։ Ինձ թվում է դուք չեք գիտակցում, ինչից ենք մենք խուսափել։ Տեսնում եք ինչից ենք խուսափել։ Իսկ դուք ասում եք ինչ որ ծնոտ, շմնոտ լրագրողի։ Ես լիովին համաձայն եմ, հա, կանխել աշխարհի վերջը դա կառավարության կարևոր, հա, միջոցառումներից էր այս տարվա, բայց այնուամենայնիվ չի կարելի դա համատեղել լրագրողի ծնոտը անվտանգությունը պահպանելու հետ։ Իսկ մա դուք չֆիքսեցիք մի կարևոր բան։ Գրիչը նաև ունի լույսի ֆունկցիա։ Այսինքն կարող եք մութ ժամանակ, մուտքի մոտ կամ եւ այլն բան անել։ Հա։
Լավ, այս տարվա բյուջեն, հաջորդ տարվա բյուջեն կարելի անվանել սոցիալական հազար ներողություն, ինչպես նաև եթե ուշադիր նայեք, նկարը փոխվում է։ Դա կառավարության շենք, ապագա հյուրանոց, կառավարության շենք, ապագա հյուրանոց։ Եվ այսպես բյուջեն։ Նարեկ, չի կարելի այդքան մանր լինել։ Դուք գիտեք, որ անցած տարի դեկտեմբերին եւս պետք է տեղի ունենար Արմագեդոն։ Չէ, չգիտեի։ Չգիտեք, որտեվ ացտեկների տոմարը չեք ընթերցում։ Պետք է տեղի ունենար սենց մի բան։ Բայց մենք սա էլ կանխեցինք, այո։ Եվ ինչպես։ Հաստատ չեմ կարող ասել, ինձ թվում է մեր հարկային քաղաքականությունը ողեկի շատ լավ է։ Լավ, հաջորդ տարի ինչ նոր ծրագրերով է հանդես գալու կառավարությունը։ Նախքան դա ես ուրեմն կառավարության կողմից բացի այնց որ լույսով է նաև եթե պատասնեք կանաչ եւ կարմիր գույնով կարող եք գրել։ Շատ լավն է։ Շնորհակալություն եւ ինչ նոր ծրագրեր բացի իհարկե աշխարհի վերջը կանխելուց։ Ծրագրերի հետ կապված կներեք, այստեղ մի հատ application կա, որով կարող եք նաեւ տրամադրություն ստուգել ձեզ մատը պահում եք, եթե ոչինչ բան տեղի չի ունենում, ուրեմն շատ լավ տրամադրություն է։ Հիմա ցույց է տալիս մի փոքր նյարդայնացած, որտեղ հարցերից չեք պատասխանում, բայց հա։ Ինչ նոր ծրագրեր ունեք։ Մտածում ենք ընդունել նոր օրենք, որը կարգելի падգամավորներին ծնոտի հետ կապված նկատառումներ անել լրագրողներին։ Չի լավ է դա, բայց մի քիչ ազգային ժողովի գործառույթն է օրենք ընդունելը, դուք ավելի շատ չգիտեք 90%-ը մենք ենք ընդունում, բայց դա չի կարևորը։ Կարևորը, որ այստեղ կա նաև ժամացույց եւ զարթուցիչ։ Այսինքն ես կարող եմ գրել ու միաժամանակ իմանալ ժամը քանի։ Այդ մեկով նաև կարող եք օգտագործել սա նաև ռեկտալ ջերմաչափ է։ Ինչ ջերմաչափ։ Վերջում ցույց տամ, որտեղ պետք է մտցնեք։ Մի խոսքով կառավարությունը աշխատում է օրենքների վրա։ Գործադիր, որպես գործադիր ինչ եք անում։ Թույլ տվեք ձեզ տալ երկշերտ պատասխան։ Տվեք։ Առաջինը սա։ Այս վիճակում կարող եք լինել դուք, եթե մենք չկախենք Արմագեդոնը։ Եվ պատասխանից երկրորդ շերտը գրիչ իհարկե, հա։ Այս գրիչը կարող է նաև երաժշտության աղբյուր լինել, եթե սրան փաթաթեք սկոչով iPod այստեղ եւ ականջակալով կարող եք լսել երաժշտություն։ Շատ, իսկ սրան կարամ փաթաթեմ iPod։ Այո, երկուսը իրար հետ կարող եք նաև հեռախոս փաթաթել այս մեկին եւ խոսալ նաև հեռախոսով։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Եթե գաղտնիք չի, որքան գումար է ծախսվել պետական բյուջեից այս գրիչների վրա։ 37 միլիոն, նաև լույս են տալիս նրանք։ Այսքանն էր մեր այսօրվա հյուրը, բայց հաղորդումը շարունակվում է։ Մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, մայանների տուզիկության մասին չար բամբասանքները վերջապես հաստատվեցին։ Հիմա ինչ երեսով են մայաները ՄԱԿ-ի ժողովներին գնալու, ինչ երեսով։ Եկեք ինձ հուշում են, որ մայաներին դաժանորեն մորթել են իսպանացի կոնկիստադորները։ Պլստացին, դե փաստորեն էս մի խնդրից էլ պրծան։ Երևանում ուղիղ ժամը 12-ն է, այսինքն դեկտեմբերի 21-ը։ Ինչպես տեսնում եք, դեռ աշխարհի վերջը չի սկսվել։ Աշխարհի վերջը չսկսվեց նաև 5 րոպե անց։ Աշխարհի վերջը սրիկայաբար չսկսեց նաև 44 ժամ անց։ Պարզվում է ահագին մարդ մտահոգված էր, որ մենք լավ չենք պատրաստվում աշխարհի վերջին։ Ահագին մարդ որն է, Նաիրա Զոհրաբյանը հիմնականում։ Ինձ զարմացնում է հայ ժողովրդի այն բացարձակ անտարբերությունը, որ կա դեկտեմբերի 21-ի աշխարհի վերջի հանդեպ։ Երբ որ ես հետևում եմ, թե աշխարհում ինչ է կատարվում, մարդիկ մեծահարուստները բունկերներ են պատրաստում։ Դու բունկեր պատրաստել ես։ Չէ, դու։ Ես չեմ պատրաստել։ Խայտարակ վիճակ է, լրիվ խայտարակ վիճակ է։ Ամերիկայում, Ուկրաինայում սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ ամեն երրորդը պատրաստվում է աշխարհի վերջին եւ այս խայտարակ անտարբերությունը, որ կա Հայաստանում աշխարհի վերջի դեկտեմբերի 21-ի հանդեպ, ինձ ուղղակի զարմացնում է։ Կատակա անում, չեմ ջոգում։ Չէ, ինձ թվում է հատուկ ծառայություններ են սա սարքել, գաղտնի ձանագրություն կլինի։ Գիտեք, ես շատ կուզենայի, որ գոնե մտովի մեզանից յուրաքանչյուրը մի քիչ հավատար, որ դեկտեմբերի 21-ին կարող է լինել աշխարհի վերջը, եւ մեր հարազատներին, մեր սիրելիներին, ում որ միշտ ասել ենք, դեռ կհասցնենք ասել ջերմ, սիրո, բարի խոսքեր, մտածենք, որ դեկտեմբերի 21-ը աշխարհի վերջն է, ու այդ բարի խոսքերը ասենք մեր մերձավորներին։ Դե ափսոս ուրեմն, որ չի լինում Արմագեդոն։ Ինչու։ Դե արդեն ուզում էի զանգել, բարի խոսքեր ասել, բայց դե լավ։ Այդ նկատառումներից ելնելով մենք կարծում ենք, որ առաջիկայում ընդհակառակ ավելի լավ տարի է սպասում մեզ։ Վերջ, դե օրինաց երկիրն էլ հերքեց Արմագեդոնը, կարանք հանգիստ ապրենք։ Ես հույս ունեմ, որ աշխարհը կկործանվի վաղը։ Ինչն է պատճառը։
Մարդկության նեգատիվ էներգիան տենց ասենք։ Հայաստանը շարունակում է անխնա պատրաստվել նոր տարուն։ Արդեն սկսում ենք հաշվել ինչ ապրանքներ են գնելու, որ հետո մի 5 օրից կեսը թափենք, արդեն ոմանք վարկեր են վերցնում, որ սեղանը ճոխ լինի, շարազի գները մանրից մոտենում են ոսկու գնին։ Իսկ ինչպես է նախապատրաստվում Հայաստանի ինտելիգենցիան, կպարզի Մհեր Խաչատրյանը։ Ողջույն։ Այսօր կփորձենք պարզել, թե ինչպես է ամանորին պատրաստվում մեր սիրելի ինտելիգենցիան, որը սոցիալական մի փոքր դժվար պայմաններում է գտնվում, բայց ձեզ Վիտալիկն ու Ռուդոլֆ Գեղամիջը հանձնվող պտուղները չեն։ Բարև ձեզ, ինչպես եք։ Ոնց է գնումները արել եք, պատրաստվում եք նոր տարվան, բարև ձեզ։ Շնորհակալ։ Ոչ թե գնումները, այլ գնումը, պոպոկ ենք արել, սա մեր հիմնական նոր տարվա բանն է, ճիշտ ասած 5 հատ պետք է լիներ, բայց գիտեք նոր տարի գները մի քիչ թանկացել են, կապիտալիզմ, ռույնիշն отношение, չէ, դյադ Վիտալիկ։ Правильно говорю, да? Ճիշտ ասած, այս տարի դյադ Վիտալիկ ուզում է երիկամը վաճառել, որպեսզի բուդ ունենանք, բայց ես դեմ եմ, ես կտրականապես դեմ եմ, որտեվ կարևորը ճոխությունը չի ու ճոխ սեղանը չի։ Вот так, да, вот я сказал, перестань голову морочить. Короче, չնայած միսը ված չէր նոր տարվա, բայց ամեն դեպքում դա չի կարևոր։ Հիմա կնստենք հերոստացույց է բանա։ Բայց հերոստացույց չեմ տեսնում ձեզ մոտ, ոնց է առանց հերոստացույց։ Հիմնականում մենք ռուսական ալիքներ ենք նայում, ORT, RTR, Ostankino, իսկ այնտեղ դա գիտենք, Ռատարուն, Պուգաչովան, չէ, Գալկինը, այդ նույն մարդիկ են, այնպես որ ոչ մի անակնկալ չինի, կհիշենք։ Իսկ ես ինչ անում դյադ Վիտալիկը։ Մենք տենց տակարում ենք ճիշտն ասած, մեկ-մեկ կրակել ենք անում, բայց բնապահպան ակտիվիստները դեմ են փայտ վառելուն, դրա համար չենք ուզում երիտասարդներին նեղացնել, բայց տականում ենք։ Իսկ տեղյակ եք ՀԿ-ի վերջին համագումարից հետո բոլորս պետք է իրար դուքով խոսենք։ Հիանալի նորություն է, փաստորեն փողոցում ես էլ չես արա հոպար մի հատ գնային կողմ ճանապարհ տուր, կամ խանութուն չես 10 դրամասները գնամ ընտրու։ Միխասկով, отличный новость, дядя Виталик։ Դաժան պայմաններում դες ինչպես է հաջողվում սենց օպտիմիստ մնալ։ Բալավա տեսեք, որտեվ ավելի վատ էլ չի կարող լինի, եթե ինչ-որ բան լինի, ապա պետք է լինի ավելի լավ։ Եթե եք այդ կտուրը չջարդեք, հիմա խնդրեմ մի քիչ այս կողմ գնացեք։ Շնորհակալություն։ Կուզենաք պոպոկ։ Չէ, մերսի։ Վայ շնորհակալություն։ Այսօր հասկացանք, որ պետք է օրինակ վերցնել մեր սիրելի ինտելիգենցիայից, որը 6 տարի միշտ չի կերել, բայց 3 պոպոկով կարողանում է ուրախանալ։ Փաստորեն վիրահատել եք երիկամը։ Ուզում եք անակնկալ բուդ մատուցեք։ Շատ լավ։ Ձեզ հաջողություն։ Այսքան էր Arm-Comedy-ին վաղը բաց չթողնեք հյուրանոցը կին նախագահի տեխնացուի հետ։ Իսկ վերջում վիդեոբոցը լուրջ կին տեխնացու։ Հետո էլ ասում են հետամնացենք։ Իմիջիալոց ասեմ, հենց նույն Եվրոպան է թույլ տվել, եկեք իրավամբ ասեմ, որ Սերժ մեր մոտ դարձել է Հայաստանի գլխավոր ինտեգրատորը։ Ամենտեղ մեզ ինտեգրում է։ Oh, that shark, babe, has such teeth, dear. And it shows them a pearly white. Just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Սստամ մարդու չասես։ Ես երիկամս վաճառել եմ, որ սյուրպրիզ անեմ դյադ Վիտալիկին, բայց մարդու չասես։ Փաստորեն 2 բուդ եք ունենալու սեղանը։ Ինչի 2։ Խառնեցի հարևանս։ Չէ, խառնեցի հարևանս էր 2 բուդ դնելու այս տարի։ Բարի նոր տարի։ Հաջողություն ձեզ էլ։